Սուրենը ընդհանուր ոնց է խոսել եք հետը, չի կարողանում էլի քայլել։ Չէ, հələ ոչ չէ, էլի ֆիզիոթերապիան հենց դրա համար է։ Լավ, շատ բարի, ստեսություն։ Սուրենի մասով երևի շաբաթը 1-2 անգամ փորձում եմ կամ իր հայրիկն է զանգում, կամ ես եմ հայրիկի հետ փորձում եմ կապի մեջ լինել։ Առողջական ծանր վիճակում գտնվող Կալանավորի հայրն է Factor TV-ի լրագրող Ռոզա Վարդանյանին պատմում որդու առողջական վիճակի մասին։ Որդին Սուրեն Մուրադյանը ուղեղի երկրորդ կաթվածը ստացել է բանտում, ձախ կողմը պարալիզացված է եւ անգամ զուգարան ստիպված է գնալ բացառապես քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աջակցությամբ։ Դեռ նախորդ տարվանից Սուրենի խնդիրը լուսաբանող լրագրողը բարձրաձայնում է, նա պատշաճ բուժման եւ վերականգնողական խնամքի կարիք ունի։ Պատկան մարմիններին դիմելով փորձել է պարզել, արդյոք նրա հիվանդությունը համատեղելի է կալանքի հետ։ Ամիսների լուսաբանումից հետո միայն օրերս են 43-ամյա տղամարդուն վերականգնողական բուժման տարել։ Factor TV-ի գրավոր հարցումներից հետո եղավ տեղաշարժը։ Դեռ պարզ չէ Կալանավորը կշարունակի մնալ բանտում, թե կտեղափոխվի տնային կալանքի։ Խնդրում են լուսաբանել ու Սուրենը գոնե խափանման միջոցը փոխվեն տնային կալանքով, թեկուզ միայն թե հարազատների հոգացության ներքո լիներ։ Հարցումներից, եթե չեմ սխալվում, 3-րդ օրը արդեն պատասխանը եկավ, սակայն ցավոք պատասխանը եկավ, որ Սուրենի հիվանդությունները համատեղելի են խափանման միջոց կալանքի հետ։ Դա եղավ նոյեմբերի 13-ին, եթե չեմ սխալվում, եւ Սուրենին արդեն մարտի 15-ին երկրորդ կաթվածը ստացավ։ Բանտում պարբերաբար հացադուլ հայտարարած մեկ այլ 42-ամյա տղամարդ էլ ըստ Ռոզա Վարդանյանի չպետք է լիներ բանտում, բայց այս տարեսկզբին անազատության մեջ մահացավ։ Բժիշկները նրա ստամոքսից ջերմաչափ, երկաթի կտորներ ու խարտոց էին հանել։ Նա ուներ կալանքի հետ անհամատեղելի խնդիր, որը ճանաչել էր հենց հանձնաժողովը, սակայն ըստ ամենայնի բյուրոկրատական քաշքշուկի պատճառով այդ մարդու առողջական վիճակը թույլ չտվեց, որ ինքը երկար ապրի եւ փաստացի մահացավ բանտում, այնինչ ըստ փաստաթղթերի եւ ըստ դատարանի որոշման ինքը չպետք է լիներ ուղղակի բանտում։ Այսինքն մենք ունենք նաեւ այսպիսի պատմություններ, ըստ որի ինքնասպանությունների կամ մահվան դեպքերը քրեակատարողական հիմնարկներում աճում են։ Քրեակատարողական ծառայությունից ազատությանը փոխանցեցին այս տարվա 4 ամիսների ընթացքում բանտերում ինքնասպանության 1 դեպք է գրանցվել, իսկ ինքնավնասման 142։ Մարդու իրավունքների պաշտպանը նախորդ տարվա վիճակագրությունն էլ էր խիստ մտահոգիչ համարել։ Եթե 2024-ին բանտերում 12 մարդ էր մահացել, բայց ինքնասպանության պաշտոնական դեպք չէր արձանագրվել, ապա 1 տարի անց 2025-ին մահվան թվերը կրկնապատկվել են հասնելով 24-ի, որոնցից 8-ը ինքնասպան են եղել։ Պաշտպանը պետությանն առաջարկել էր ռիսկերի գնահատման արդյունավետ համակարգներ դնել ինքնասպանության հակված մարդկանց հայտնաբերելու, մեկուսացնելու եւ աջակցություն տրամադրելու համար։ Նաեւ բժշկական արագարձագանքներ խնդրահարույց համարել։ Զեկույցում նշվում է, որ պետության քայլերը մասնակի են եւ եթե համակարգային բարեփոխումներ չլինեն, խնդիրները կշարունակեն խորանալ։ 24 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցով ներկայացվել է 487 առաջարկ, դեռևս կատարված է համարվել 23%-ը։ Տենդենս կա դրականի, բայց գերակշիռ մասը օրենսդրական լուծումներն են։ Բայց խնդիրը մնում է այս օրենսդրական լուծումների կիրարկման հարցը։ Պաշտպան Անահիտ Մանասյանն օրերս Արդարադատության նախարարի հետ այցելել էր Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Այստեղ հայաստանյան 10 բանտերից ամենամեծում սուիցիդալ հակում ունեցող անձանց համար հատուկ խցեր էին բացվել։ Սա պաշտպանի առաջարկներից մեկն էր կառավարությանը։ Անահիտ Մանասյանին այցի ժամանակ ուղեկցում էր Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Արդյոք նախարարի ներկայությունը չէր կաշկանդելու պաշտպանին, որ նա կարողանար տեղում զրուցել պահվող անձանց հետ, հարցրինք նրա հետ այդ հանդիպմանը մասնակցած խմբի համակարգող Լաուրա Գասպարյանին։ Հանդիպում եղել է նախապես պլանավորված, քանի որ կա նոր վերանորոգված բուրմաս, դա չի խանգարել նաև մարդիրանքների պաշտպանին առանձնազրույցներ ունենալու, ազատությունից զրկված անձանց հետ եւ թիմը քննարկումներ են ունեցել մինչև ուշ երեկո։ Հենց Արմավիր քրեակատարողական հիմնարկում էին այս ամսվա կեսերին աշխատակիցները կախված վիճակում կալանավորվածի մարմին հայտնաբերել։ Ըստ լրատվամիջոցների 53-ամյա տղամարդն ինքնասպան էր եղել կալանավորվելուց ընդամենը 4 օր հետո։ Իրավապաշտպան Նարե Հովանիսյանն ասում է, պետական մարմիններին ուղարկված հարցումներից հետո եզրահանգել է։ Այս դեպքը բացահայտում է մի շարք համակարգային խնդիրներ, տեղեկատվության թափանցիկության պակասից մինչև ինքնասպանությունների կանխարգելման մեխանիզմների ոչ
բավարար արդյունավետություն։ Հենց միայն Արմավիր քրեակատարողական հիմնարկի օրինակով մենք կարող ենք հավաստիանալ եւ համոզվել, որ մասնագետների ուրեմն թիվը չի կարող բավարարել նման թվով հոսքի անձանց պարագայում պահպանել ժամկետները եւ բոլոր անձանց հետ կատարել տվյալ ռիսկի գնահատումը։ Ռիսկի գնահատման գործիքակազմը բավականին արդյունավետ գործիքակազմ է, եթե համակարգը ապահովված լինի անհրաժեշտ թվով մասնագետներով, ժամկետները բաց են թողնվում։ Եթե ժամկետները բաց են թողնվում, ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ գնահատումը չի կատարվում։ Քրեակատարողական ոլորտը շատ է ռոմանտիզացվում։ Շաբաթներ առաջ հետքի հետ զրույցում ասել էր Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Նա բանտերում ինքնասպանության համաշխարհային թվեր էր մեջ բերելու կրկնել. մարդիկ ցավոք նաև ազատության մեջ են մահանում։ Ես չեմ ուզում այս թվական տվյալների մեջ բերելով արդարացնել մահերը։ Հիվանդությունների ցանկը, որը սահմանում է կառավարության որոշմամբ, թույլ չի տալիս գտնվել ճկուն եւ օրինակ հիվանդությունների համակցության դեպքում, որոնք այդ ցանկում չկան, բայց իրենց բնույթով եւ համակցությամբ այնպիսինն են, այո, որ իրականում համատեղելի չեն պատժի կամ կալանքի կրման հետ, հնարավորություն լինի այդ դեպքում անձին ազատել քրեակատարողական հիմնարկից եւ մեր առողջապահության նախարարության գործընկերների հետ մշակել են կառավարության նոր որոշում։ Իսկ մինչ պաշտոնյաները վիճակագրություններ են հրապարակում, արվածից ու չարվածից խոսում, լրագրող Ռոզա Վարդանյանը շարունակում է զանգեր ստանալ բանտերում պահվող անձանցից։ Մի կին լուսաբանումից հետո վերջապես կարողացել է քաղցկեղը ճնշող առաջին քիմիաթերապիան ստանալ։